16-րդ հարցը Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին գլխադասային քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն զեկուցող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյան, խնդրեմ Տիկին Հայկազյան, մինչեւ 10 րոպե։ Հարգելի պարոն քաղաքապետ, ավականու հարգելի անդամներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Երևան քաղաքի կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի գործողությունների ծրագիրը հաստատելու մասին Երևան քաղաքի ավականու որոշման նախագիծը։ Համաշխարհային բնապահպանական մարտահրավերների համատեքստում քաղաքային իշխանության առաջնահերթություններից է կայուն զարգացման ներդրումը քաղաքային կառավարման տարբեր ենթակառուցվածքներում։ Եվ սա պաշտոնապես ամրագրվեց, երբ 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Փարիզյան համաձայնագիրը, պարտավորվելով սահմանափակել իր արտանետումները եւ ավելացնել կլիմայի փոփոխության հետևանքների հարմարողականության միջոցառումների իրականացումը։ 2021 թվականի ապրիլի 20-ին Երևան համայնքի ավականու 368 որոշմամբ Երևանը միացել է Եվրոպական հանձնաժողովի քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի եւ էներգիայի նախաձեռնությանը, որի շրջանակում մշակվել է կայուն էներգետիկ զարգացման եւ կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը, որը սահմանում է Երևանի քաղաքապետարանի կողմից մինչև 2030 թվականը իրականացվելիք այն միջոցառումները, որոնք թույլ կտան նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 30%-ով, ելակետային 2012 թվականի համեմատ։ Առաջարկող միջոցառումների շնորհիվ Երևան համայնքը կկարողանա մինչև 2030 թվականը հասնել ստանձնած թիրախային պարտավորություններին եւ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները 30%-ով։ Միջոցառումները, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, վերաբերում են հետևյալ ոլորտներին. տրանսպորտ, համայնքային շենքերի էներգոարդյունավետություն, քաղաքային լուսավորության ցանց, ճանապարհաշինություն, քաղաքային կենցաղային կոշտ թափոններ, կանաչապատ տարածքների ընդլայնում։ Որպեսզի ավելի մատչելի ներկայացնեմ, ավելի հասկանալի փորձեմ ներկայացնել նախագծի բնույթը, այստեղ նկարագրվում են բոլոր այն գործողությունները, որոնք արդեն իսկ, այսպես թե այնպես, կան Երևան քաղաքի զարգացման ծրագրում ներառված են։ Դրանք վերաբերում են թե տրանսպորտին, թե կանաչ տարածքներին, թե ճանապարհաշինությանը, թե էներգոարդյունավետությանը։ Եվ այս փաստաթղթի ընդունումը հնարավորություն է տալու զուտ այս բոլոր ծրագրերի իրականացման համար օգտվել կանաչ դրամաշնորհային ծրագրերից, այսինքն բյուջեներ նախատեսել, դիմել տարբեր ծրագրի եւ արդեն իսկ զարգացման ծրագրում տեղ գտած գործողությունները իրականացնել դրամաշնորհային ծրագրերի շրջանակում։ Օրինակ, Դալմայի այգիների հիմնումը իրենց ներկայացնում է բավականին խոշորածավալ ներդրում պահանջող ծրագիր, եւ եթե մենք այս փաստաթուղթը ավականու որոշմամբ ընդունենք, ապա հնարավորություն կունենանք դիմել դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար։ Եթե կլինեն հարցեր, պատրաստ եմ ավելի մանրամասն ներկայացնել։ Շնորհակալ եմ հարցերի համար գրանցում։ Տիգրան Պետրոսյան։ Իմ հարցս ավելի շատ վերաբերում է կառավարման ընդհանրապես որոշումներ կայացնելուն։ Եկեք արձանագրենք այս փաստաթուղթը կամ ռազմավարական ծրագիրը մոտավորապես 250 էջանոց է, որը ուղարկվել է ավականիներին 2-3 օր առաջ։ Հիմա հարցս, դուք ավականիներից ինչ եք ակնկալում, բովանդակային քննարկում, թե իմիտացիա։ Տեսեք, պարոն Պետրոսյան, քանի որ, ինչպես արդեն նշեցի, այս ծրագիրը ուղիղ արտացոլում է բոլոր այն ծրագրերը, որոնք արդեն իսկ զարգացման ծրագրում կան,
եւ ընդհանուր նկարագրում է իրավիճակը եւ քայլերը այդ ուղղությամբ հասնելու, կարծում եմ, որ բովանդակային խիստ մասնագիտական այդտեղ ինչ որ ուսումնասիրման անհրաժեշտություն այդքան չկա, որպեսզի որոշում կայացնելուն խոչընդոտի։ Սա իմ անձնական կարծիքն է ամեն դեպքում։ Արձագանք։ Ընդհանրապես, եթե հավաքանին պետք է որոշում կայացնի, պետք է հնարավորություն տրվի գոնե ժամանակային առումով ծանոթանալ, իսկ ինչ վերաբերում է, որ արդեն այդ ծրագիրը կար, պատրաստված էր եւ կրում էր ավելի շատ տեխնիկական բնույթ, չեմ ուզում անձամբ ձեր պատասխանին սարկազմով հնչի, բայց իրականում ձեր պատասխանից դուրս է գալի միգուցե հաջորդ անգամներին նիստից հետո ուղարկեք։ Մեսրոպ Մանուկյան։ Պարոն Ավինյան, մի փոքր ռեպլիկ էս նույն երևույթի համար, որ դրանից հետո դուք ուզում եք, որ ավականին լուրջ վերաբերվի կամ այտենց սիրում եք ասել կառուցողական ընդդիմություն։ Տիկին Հայկազյան, անկեղծ ձեզ մի բան ասեմ, այդ զարգացման ծրագիրը, որ գրել են, խայտառակություն էր դա կատարյալ։ Ու եթե ընդեղից copy-paste ա եղել, առնվազն մի քանի բան կարելի է ճշտել։ Եթե խոսում եք աղբավայրից նոր, ու դուք նոր աղբի վերամշակման գործարանի մասին 0 բառ, ստեղ 0 բառ, դրանից հետո այս ծրագրին ոնց լուրջ վերաբերվեմ։ Ես որպես մանկավարժ 10 տարվա փորձ ունեցող, գիտական աստիճան ունեցող, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, չի կարող 2 օրվա մեջ այս բարդ, այս 250 էջանոց կազմված ձեր զեկույցի մարդին մարդ խոսա, կարծիք ասի, մի հատ է քննարկի։ Դուք սրանով, դուք չէ, Տիգրան Ավինյան, դուք սրանով արժե զրկում եք քաղաքապետարանին, դուք սրանով արժե զրկում եք ավականու ինստիտուտը, իդեմս ձեզ։ Մի նեղացեք, որ ասում ենք։ Իմի նոր աղբի վերամշակման գործարան ինչի համար չեք պլանավորել։ Մանուկյան, եթե մի փոքր ավելի ուշադիր հետևեիք մեր գործակարգավարականներին, կտեղեկանայիք, որ դեռևս դեկտեմբեր ամսվա վերջին հայտարարել ենք ներդրողի մրցույթ աղբի վերամշակման գործարանի հիմնման։ Եվ մրցույթը մարտի 27-ին հայտերի ներկայացման վերջնաժամկետն է, ընդ որում աղբավայրի խնդիրը լուծելու 2 միաժամանակյա գործողություններ են այս պահին իրականացվում, մեկը ազգային մակարդակում, մյուսը համայնքի կողմից։ Ազգային մակարդակում դա 5 աղբավայրերի, սանիտարական աղբավայրերի հիմնումն է Հայաստանում, որոնցից կենտրոնականը Երևանի, եւ Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն աղբի վերամշակման գործարանի երկփուլ մրցույթի իրականացումն է, որը այս պահին ընթացքի մեջ է, եւ սա նույնպես արտացոլված է այստեղ։ Արձագանք։ Ներողություն արտացոլված չի այստեղ մեկ, եթե երկրորդը ԿՊ-ի գործակարգավարական նիստերին հետևեմ, ուրեմն այսօր Աջափնյակի մետրոյով եմ եկել, կամ Շենգավիթի հանգույցով, այն ֆենոմենալ հանգույցը, որ կառուցել եք, դրանով անցել եմ, Արշակունյացն Իսակովին ա կպել, ճոպանուղով էլ մեկ-մեկ գնում բարձրանում եմ Մարաշ հետ եմ իջնում։ Այդ գործակարգավարական նիստի ժամանակ սուտ չլինի մի 40 անգամ Տիգրան Ավինյանին ստեի նստած պաշտոնյաները լուրջ դեմքով ծիծեռնակաբերդը ավարտին էին հասցնում։ Իմ երեսի այդքան չոր երեսության արդյունքում վերջապես այդ ճանապարհը գործարկվեց։ Ու այնքան տես խնդիրներ կասեմ ձեր գործակարգավարական նիստի, սենց ծերից է։ Խնդրում եմ էլի, դուք այդ դաշտ մի մտեք։ Այդ արձագանք որպես այդպեսին։ Իսկ մնացածը ելույթով կանդրադառնամ։